Անցած կիրակի խոսեցինք ճանապարհին եղող մի երևույթի մասին, որ այդ խաչելության ճանապարհին էր, դա վեճն էր, որ իրանց աշակերտների մեջ էր, ու հետաքրքիր է, որ հատուկ Մարկոսը շեշտում է որոշակի իրականություններ, դրսևորումներ, դրանով ուշադրություն դարձնելով դրանց վրա, որպես մենք էլ Հիսուսի հետ կարծես ճանապարհ ընկած մարդիկ ենք, չէ՞։ Մենք էլ ենք ճանապարհի մեջ, ու կարևոր է այդ ճանապարհի խորհուրդները հասկանալը, որտեղ մենք էլ այդ ճանապարհի մեջ ենք ու ինչ է կատարվել, նկարագրում է Ավետարանիչը, իրականում մեր կյանքում էլ է կատարվում։ Անցած կիրակի խոսեցինք վեճի մասին ճանապարհին, այսօր մեկ այլ դեպքի, մեկ այլ իրականության մասին խոսենք, որ կատարվեց էլի դեպի խաչելություն գնալու ճանապարհին։ Պիտի ընթերցենք Մարկոսի 10:32-ից։ Եվ նրանք դեպի Երուսաղեմ էին բարձրանում եւ ճանապարհի մեջ էին, ու Հիսուսը նրանցից առաջ էր գնում, եւ նրանք զարմանում էին ու հետևից գնալով վախենում էին։ Եվ նորից իր մոտ առնելով 12-ին, ասեց նրանց, ինչ բաներ որ պիտի պատահեն իրեն, եւ ասեց, ահա Երուսաղեմ ենք բարձրանում, եւ որդին մարդու պիտի մատնուի քահանապետներին եւ դպիրներին, եւ նրան մահվան պիտի դատապարտեն, եւ նրան հեթանոսներին պիտի մատնեն։ Եվ նա ծաղր պիտի լինի, եւ պիտի ծեծեն, եւ նրա վրա պիտի թքեն եւ նսեմացնեն, եւ նրան պիտի մերցնեն կամ սպանեն, եւ երրորդ օրը հարություն պիտի առնի։ Ամեն։ Նորից տեսնում ենք ճանապարհին, այս անգամ մեկ այլ զգացում, մեկ այլ իրականություն, վախի իրականությունը։ Հոգևոր կյանքի ճանապարհին, ընդհանրապես կյանքի ճանապարհին կա մի կարևոր զգացում, մի իրականություն, որին բոլորը առնչվում են, դա վախի իրականությունն է։ Չկան մարդիկ, ովքեր վախեր չունեն։ Եթե կան, իրանք փակված են որոշակի համապատասխան վայրերում։ Մնացած բոլոր նորմալ մարդիկ վախեր ունեն եւ վախեր ունենալը նորմալ է։ Այլ հարցը ինչպիսին է այդ վախը, որտեղից է գալիս եւ ինչպես ենք մենք վերաբերվում իրանց, անդրադառնում իրանց, ինչ լուծում են գտնում իրանց, եթե իրանք լուծման կարիք ունեն։ Ամեն վախ չի, որ վատ է, բացական է, Տիրոջ վախը սուրբ է, հավիտյան է մնում, չէ՞։ Իսկական կա այդ զգացման մի հատ իրականություն, որտեղ Աստծո հանդեպ կա վախի, ակնածանքի որոշակի վախի էլեմենտ կա իր մեջ, նրանք ովքեր Տիրոջը հանդիպել են, բացի այն որ հանդիպել են, որ ինքը ինքան անսահման մեծ սեր, քաղցրա, տենց անսահման երջանկություն է, չէ՞, կանց եք ապրել տենց Տիրոջը հանդիպելուց, որ գալիս է իր հոգու ներկայությունը, ասես քաղցր, թեթև, չէ՞, որ սիրված ես քեզ զգում։ Ու կանց են ապրել Տիրոջ ապտակները, Տիրոջ խրատը, եւ որ մեկ է Տերը գալիս է ու դու սարսափում ես, վախենում ես, որտեղ գիտես որ հանցավոր ես ինչ-որ բանի մեջ։ Ու ինքը միշտ երբ որ գալիս է վախով, ինքը չի գալու որ քեզ բոանում, վախեցի ուղակի։ Ինքը գալիս է քեզ խրատելու, ուղղելու։ Եբրայեցիների թղթում կարդում ենք, որ եթե մենք որդիներ ենք, հայրը լուրջ է մեզ վերաբերում եւ դրա համար խրատում է, նույնիսկ ծեծում է, չէ՞։ Չգիտեմ, իմ կյանքում երկու անգամ եղել է, որ ես ապրել եմ, որ Աստծոն, ես գիտեմ, որ Աստված եկավ, Աստծո ներկայությունն է, բայց այդ ներկայությունը ինձ վախացնում է, ինձ սարսափացնում է։ Ես հասկանում եմ, մենակ անսահման մեծ սիրո հետ գործ չունեմ։ Ես գործ ունեմ անսահման մեծ մի հատ արդարության ու բարկության ու ցասումի իրականության հետ, որ լավ է նենց լինի, որ մնամ ստեղ սիրո մեջ ու երբեք չառնչվեմ այսպես Աստծուն, մաշող կրակ Աստծուն, ձեռքը ընկնելը սարսափելի բան է։ Այո, կա վախի իրականությունը եւ երբեմն իրան մենակ բացական են դիտարկում, ոչ, վախի մեջ կա դրական էլեմենտ, ուղղակի ամեն վախ չի որ դրական է։ Ինչի է այս հատվածը հատուկ հիշատակում այս վախի իրականությունը։ Եկեք մի բան հստակեցնենք, որտեղ են իրանք, ուր էին գնում։ Եթե ուշադիր ընթերցենք, կհասկանանք, որ սկսած 10-րդ գլխի առաջի խոսքից իրենք արդեն անցել էին Հորդանանը, ովքեր ծանոթ են քարտեզին, Հրեաստանի քարտեզին,
կամ Իսրայելի քարտեզին, գիտեք որ Իսրայելը մի կողմից իր արևմտյան կողմից, եթե ձեր քարտեզն եք, այս կողմում, հա, ձեր համար արևմուտքը այս կողմը կլինի։ Արևմտյան կողմում միջերկական ծովներ, իր ափներ, իսկ արևելյան կողմում սահմանափակվում էր գալիլեական եւ ներքևում մեռյալ ծովերով, որոնց միջոցով կամ հոսում էր Հորդանան գետը։ Եվ Իսրայելը գտնվում էր այդ Հորդանանի եւ միջերկական ծովի արանքում։ 3 մասի էր բաժանված Հրեաստան այն ժամանակ, Հրեաստան, Սամարիա մեջտեղում եւ հյուսիսում Գալիլեական ծովի մոտ Գալիլեան էր։ Գալիլեայում եւ Հրեաստանում հրեաներ էին, Սամարիայում սամարացիներ էին։ Եվ քանի որ հրեաները չունեին սամարացիների հետ, ուղիղ չէին իջնում հյուսիսից անմիջապես Գալիլեայից կտրելով հասնում Հրեաստան, Սամարիայի միջով։ Իրենք շրջանցում էին, դուրս էին գալիս Հորդանանի մյուս կողմ, դեպի արևելյան ափը, ամբողջ Հորդանանի ափով իջնում էին հարավ, հասնում էին Մեռյալ ծովին եւ այդտեղից նորից գալիս էին դեպի արևմուտք, մտնելով Հրեաստան, շրջանցելով Սամարիան։ Դրա համար, երբ որ Հովանու ավետարանում 4-րդ գլխում կարդում ենք Հիսուսը Սամարացի կնոջ հետ հանդիպեց, գրված է պետք եղավ որ մտնի Սամարիա։ Սամարիայով գնա, որով հրեաները չէին անցնում Սամարիայով, շրջանցում էին։ Ու երբ որ Հորդանանը անցնում էին արդեն Մեռյալ ծովի մոտից, որ գնային Երուսաղեմ, ուղիղ դեպի արևմուտք էին գնում, բայց այդ ճանապարհը շատ վտանգավոր ճանապարհ էր։ Երիքովն էր առաջի քաղաքը, հետո մոտենում էին Բեթփագեն, Բեթանյան, որտեղից Հիսուսը ծաղկազարդին մտավ Երուսաղեմ, եւ Երուսաղեմն էր, բայց այդ ճանապարհը վտանգավոր ճանապարհ էր։ Բլուրների, ձորերի միջով էր անցնում։ Ու շատ անգամ ավազակները, թալանչիները թաքնվում էին այդ ձորերում, այդ քարանձավներում եւ թալանում էին անցորդներին։ Հիսուսի բարի սամարացու առակը ճիշտ այդ ճանապարհի մասին է, որ մի մարդ Երուսաղեմից Երիքով գնաց եւ ընկավ ավազակների ձեռքը։ Դա սովորական պատմություն էր, հաճախ պատահող պատմություն էր։ Ու հիմա իրենք այդ նույն ճանապարհով գնում են դեպի Երուսաղեմ, բարձրանում են, որտեվ Երուսաղեմը ավելի բարձր գտնվում սարերի մեջ, իսկ Հորդանանի հովիտը ավելի ցածր էր։ Դա համար իրենց ընթացքը նկարագրված է բարձրանում էին, գնում էին դեպի Երուսաղեմ։ Բոլոր հրեաները, քանի որ Զատկի տոն էր, բոլոր հրեաները գալիս էին։ Այսինքն Հիսուսը միակը չէր կամ Հիսուսի աշակերտները չէր միակը այդ օրերին, ովքեր գնում էին, ու բնական է, քանի որ մարդկանց հոսքը ավելի շատ էր, վտանգներն էլ ավելի շատ էին, որտեվ բոլոր ձկնորսները ու որսորդները գիտեն, ավելի լավ է գնալ այնտեղ որսի կամ ձկնորսյան, որտեղ ավելի շատ է որսը, քան թե որտեղ ավելի քիչ է։ Այս հատվածի համար ու այս ընթացքի վերելք գնալու համար հատուկ սաղմոսներ կային, 15 սաղմոս, 120-ից 134-րդ սաղմոսները, եթե ձեր Աստվածաշնչում բացեք, սրանք կոչված են վերելքի կամ սանդուղքի վերև գնալու սաղմոսներ։ Այս սաղմոսները սկսված Հորդանանի ափից, որը իրենց ժառանգությունը չէր, հա, ըստ Աստծորենքի Հորդանանի արևելյան ափը հեթանոսների բաժիններ եւ հրեաները, ովքեր գտնվում էին այնտեղ, իրականում պանդխտության մեջ էին գտնվում։ Դա համար առաջի սաղմոսը, 120 սաղմոսը, այդ վերելքի սաղմոսներից պանդխտության սաղմոսը, կարոտի սաղմոսը, Աստծո ներկայությունից, Երուսաղեմից, տոնից, տաճարից հեռու գտնվելու սաղմոսը։ Հաջորդ սաղմոսը, 121 սաղմոսը վտանգներին դիմակայելու սաղմոսն է, որովհետև անցնում էին Հորդանանը եւ պետք է արդեն բարձրանային դեպի Երուսաղեմ, այդ սարերը լիքն էին ավազակներով, թալանչիներով, վտանգներով։ Դա համար այդ սաղմոսը հնչում է այսպես. Ես բարձրացնում եմ իմ աչքերը դեպի սարերը, որտեղից պիտի գա իմ օգնությունը։ Որտեղ սարերը վտանգների սարեր էին, վախեցնելու սարեր էին, վախի սարեր էին։ Այդ ճանապարհը դեպի Երուսաղեմ, դեպի տոն, վախի ճանապարհ էր, վտանգների, հա, ճանապարհ էր։
Բայց պատասխանը գալիս է այսպես. իմ օգնությունը Տիրոջից է, կամ Յահվեից է, որ արարեց երկինքն ու երկիրը, նա չի թողնի, որ քո ոտքը սահի, քո պահապանը չի քնելու, Իսրայելի պահապանը չի ննջելու եւ չի քնելու, Տերը քո պահապանն է, Տերը քեզ հովանի է քո աջ ձեռքի մոտ, ցերեկ արեգակին չի թողնելու, որ քեզ զարկի եւ ոչ էլ լուսինին գիշերը, Տերը պիտի պահպանի քեզ ամեն չարից, նա պիտի պահպանի քո անձը, Տերը պիտի պահպանի քո անց ու դարձը, այսուհետև մինչև հավիտյան։ Պատկերացնում եք նայելով այդ վտանգավոր ճանապարհին հրաներ է Սաղմոսես դավանանքի, վստահության երգով բարձրանում էին, անցնում են այդ վտանգավոր սարերը։ Մենք էլ ենք չէ ունենում մեր վտանգավոր սարերը։ Վտանգավոր ճանապարհներ, իրադրություններ, խնդիրներ, որոնց դիմակայում ենք, ու աղոթում ենք, հարցնում ենք Տեր օգնության կարիք ունենք, չէ՞, ու որտեղից է մեր օգնությունը։ Սաղմոսի հեղինակը շեշտում էր Տերն է մեր օգնությունը։ Ու այդ օգնությունը մի քանի ձևով էր նշում։ Նախ նշում էր ծննդոցի Աստծուն, Աստված, որ ստեղծել է երկինք ու երկիրը։ Իմ օգնությունը երկրորդ խոսքն է Տիրոջից է, որ արարեց երկինքն ու երկիրը։ Հեղինակն է երկնքի ու երկրի։ Նա որ արարել է երկինքն ու երկիրը, կառավարում է այդ երկինքն ու երկիրը։ Կառավարում ամեն բան երկնքի մեջ եւ երկրի վրա, ով որ հեղինակն է դրա։ Երբեմն մենք մոռանում ենք, որ Աստված հեղինակն է ամեն ինչի։ Մեկն մեր խնդիրները ավելի մեծ են մեզ թվում, քան Աստված, ով ամեն ինչ հեղինակն է, այդ խնդիրների հեղինակն էլ է ինքը։ Այդ խնդիրներին թույլ տալու հեղինակն էլ է ինքը։ Ավելին, նա մեր պահապանն է։ Նա չի թողնի, որ քո ոտքը սահի, քո պահապանը չի քնում։ Ոչ թե անքնությունով է տառապում Աստված, նկատի ունի, որ միշտ քո համար հսկում է։ Ճիշտ այդ բաների նման, ժամապահների նման, որոնք պետք է հսկեին, չէ՞, այդ հսկում ենք, որ չի քնում իր պոստում այդպես է։ Ոնց որ Աստծո պոստը, Աստծո պատասխանատվությունը քեզ ապահովելն է, քեզ պահպանելն է, քեզ հսկելն է։ Չի զարկելու քեզ արեգակը, ցերեկը, ոչ էլ լուսնագիշերը։ Ելիցի նկարագիրն է, որ Աստված ամպիսյունով, չէ՞, ցերեկը եւ գիշերը կրակով առաջնորդում էր Իսրայելին անապատի մեջ։ Ինչքան գեղեցիկ Սաղմոս է, այդ երկելով գնում են այդ աշակերտները, այդ անհանգստություններով, Հիսուսի հետևից գնալով ու վախենալով, ապշած էին ու վախենում էին։ Ինչու՞, որովհետև կարծում եմ իրանք հասկանում էին, ով է իրանց առաջից գնում։ Գրված օրիսը գնում էր իրանց առաջից։ Ճիշտ ոնց որ Յահվեն գնում էր Իսրայելի առաջից։ Ու հիմա այս Տերը գնում է իրանց առաջից, ում իրանք Տեր են կոչում Հիսուսին, գնում է իրանց առաջից, ու ով իրենց հետ խոսում է, եւ խոսում է մի հատ կարևոր իրականության մասին, խաչելության ու հարության իրականության մասին։ Որտեւ իրական վտանգը, որից իրենք վախենում են, ոչ թե այն ավազակներն են, մարդիկ են, ովքեր ինչ որտեղ թաքնված են։ Իրական խնդիրը մեկ այլ մահը հաղթելու մեջ է, մահվան վտանգի մեջ է։ Իրականում մահվան խնդիրն է, որ բոլորին ստիպում է չհասկանալը նաև մահվան խնդրի, ստիպում է մարդկանց գնալ ու անել այն չարության իրականություն, ինչ այսօր աշխարհում կա։ Ինչի են այդ ավազակները գոյություն ունեն, որով չեն վախենում մահվան հետո դատաստանից։ Մարդիկ չեն ուզում մտածել, բա հետո։ Լավ, հիմա թալանեցի, հիմա խլեցի, հիմա խաբեցի, հիմա ստեցի, հիմա զվարճացա, հիմա ունեցա, բա հետո։ Քանի որ կա մահը, ու մահից հետո ինչ է։ Ու ինչքանով է դա որոշելու իմ այսօրվա կյանքը։ Ու ինչքանով է իմ այսօրվա կյանքը որոշում ինչա լինելու այդ մահից հետո։ Իզուր չի, որ Աստված մահը դրեց մարդկային կյանքի մեջ։ Դա զուտ պատիժը չէր Ադամի արածի, դա զգուշացումն էր, սահմանն էր, սթափեցումն էր, ինչպիսին կլինի կյանքի հետևանքը։ Կյանքի ու Աստվածաճանաչման վտանգը իրականում այդ ավազակները չեն, այդ անհոգությունն է,
կյանքի մահվան իրականության։ Մեկ այլ վտանգ երևի թե Հիսուսի նշած կհանձնվի հեթանոսներին, փարիսեցիներին, որոնք իրան քահանայապետներին եւ դպիրներին, նրանք կրոնական իշխանություններն էին։ Քահանայապետները եւ դպիրները կրոնական իշխանությունն էին ներկայացնում, հեթանոսները քաղաքական իշխանությունն էին ներկայացնում։ Երկու իրականություն, կրոնական ու քաղաքական, որոնք չեն ճանաչում Աստծո գերակայությունը, չեն ճանաչում այդ երկինք ու երկիր արարող Աստծուն, չեն ճանաչում իր պահպանությունը, իրանք մահվան ծառաներն են այդ իմաստով։ Ցանկացած իշխանություն, որ չի ճանաչում Աստծո գերիշխանությունը, մահ է բերում իրականում։ Ինչպիսին գեղեցիկ էլ ինքը ունենա իր, չգիտեմ, հումանիստական նկարագրերով։ Մի իշխանություն կա, որ կարող է կյանք բերել, դա Աստծո իշխանությունն է, Աստծուն ճանաչող իշխանությունն է։ Դա համար մնացած բոլոր իշխանությունները, կրոնական եւ քաղաքական, որոնք չունեն Աստծո ճանաչումը, գող են ու ավազակ են։ Ընտանիքի մեջ հոր իշխանությունը, որը չի հենված աստվածային իշխանության վրա, գող ու ավազակ է։ Աշխատանքի վայրում տնօրենը, որը չի հենված Աստծո կամքի ճշմարտության հիման վրա կառավարելու, գող ու ավազակ է։ Ի վերջո, եթե չկա Աստծո գերիշխանությունը, մնացած ամեն իշխանությունները ձախողվում են ուրեմն։ Միայն խլում եւ կորցնում են։ Հիսուսի ասած կգնանք եւ քահանապետները կտան հեթանոսներին, կծաղրեն, կսպանեն ու երրորդ օրը հարություն կառան։ Ինքան նման է Ծննդոց երրորդում Աստծո հռչակածին դու իր գարշապարը կխայթես, բայց ինքը քո գլուխը կջախջախի։ Այո, մարդու որդուն կծաղրեն, կծեծեն, կնսեմացնեն, կմերցնեն, բայց ինքը երրորդ օրը հարություն կառնի, բայց ինքը կհաղթի։ Բոլորն էլ վախենում են ծեծից, վախենում են անարգանքից, կորուստից, չէ՞։ Ու այդ վախը կարող է կառավարել մեզ, ստիպել նահանջելու մի հատ կարևոր իրականության առաջ, հարության իրականության, հաղթանակի առաջ։ Ինչքան անգամ ձեր ու մեր կյանքում եղել են մարդիկ, ովքեր ուրացել են, չէ՞, վախից, ուրացել են, չգիտեմ, խաբել են, ոնց որ Պետրոսը հետո ուրացավ, չեմ ճանաչում այդ մարդուն, որտեղ վախ կար իր սրտում, իր կյանքի համար։ Սխալվա։ Որտեղից կգա մեր օգնությունը, Յահվեից։ Ու այդ Յահվեն հիմա գնում է իրանց առաջից, գնում է մի հատ կարևոր հարց լուծելու, ոչ թե այդ ավազակների չեզոքացման հարցը, այլ ավելի մեծ հարց, կյանքի ու մահվան հարցը լուծելու։ Ու կարծում եմ աշակերտները դա էին հասկանում, դրա համար էին վախենում, ով է այս մարդը իրականում։ Որտեղ տենց էլ մինչև Հիսուսը հարություն չառավ, չհասկացան, չճանաչեցին, ում հետ էին քայլում, ում էին Տեր ասում, ով էր գնում իրանց առաջից, որտեղից է գալիս իրանց միակ օգնությունը, Յահվեից, որ հիմա իրանց առաջից գնում է։ Մեր միակ օգնությունը դա Հիսուսի խաչի վրա կատարած փրկությունն է եւ իր հարությունը 3 օր անց։ Եթե մեր կյանքում չկա այդ Հիսուսի մահվան ու հարության կարևորությունը, որպես մեր իրականում բոլոր խնդիրների, բոլոր վախերից ազատվելու լուծում, որը մենք դեռ էլ հավատքի հետ կապ չունենք իրական։ Ու Մարկոսի այս հատվածը, Մարկոսը գիտեք, ինքը չի գրել անձամբ, այսինքն իրականում Մարկոսը գրել է այն, ինչ որ Պետրոսը թելադրել է կամ Պետրոսի հիշել է, սա Պետրոսի ավետարանն է։ Ու Պետրոսը այդ 12 աշակերտի մեջ միշտ դրսևորվում էր որպես ամենակաջը, չէ՞, Տեր, չի լինի քեզ, մենք չեմ թողա, չէ՞, Տեր, եթե դու ես ասա, ես էլ գամ այդ ջրի վրայով, չէ՞, ես քո հետ մինչև մահ կգնամ, սրանք կուրանան, ես չեմ ուրանա, չէ՞։ Այդ քաջը գրում է վախի մասին։ Ինչու՞, որովհետև ինքը անցել է իր փորձառությունը։ Մեկը, որը վախեցավ ու ուրացավ Տիրոջը, շատ լավ գիտի ինչ է նշանակում վախենալը։ Ու կարա օգնի մեզ ազատվելու մեր վախերից։ Կարծում ենք, որ Հիսուսը մենակ էր առաջ գնում։ Հիսուսը առջևում էր ու մենակ գնում էր առջևից։ 32 խոսքում։ Հիսուսը նրանից առաջ էր գնում, իրանցից առաջ ընկած էր։ Այդ առաջ բառը նշանակում է հունարենում նշանակում է շատ առաջ,
բավականին հեռու արժևում գտնվելու։ Գուցե դա էլ էր իրան զարմացնում, որտեվ միակ մենակ մարդը հեշտ թիրախ է։ Գիտեք, որ գիշատիչները դժվարանում են խմբի վրա հարձակվել։ Եթե խմբի վրա հարձակվում են, ասենք առյուծները հարձակվում են զեբրերի խմբի վրա կամ անտիլոպների խմբի վրա, մեկը մի թիրախ են ընտրում։ Ու իրանց ավելի հեշտ է իրականում մի թիրախ ունենալ, ոչ թե խմբի վրա հարձակվեն, մենակ կենդանու վրա հարձակվեն, որովհետև թիրախը չի կորում, հեշտ է իրան հետևելը։ Ուրեմն ուսումնասիրություն էին անում ժամանակին Աֆրիկայում, որոշում էին զեբրերի կյանքը հետևեն եւ որպեսզի դրանք շատ նման են իրար, չէ՞, մեր համար։ Իրանք իրար տարբերում են, մենք չէ։ Ոնց որ մենք չինացիկին, տարբերում ենք չինացիկին։ Ոնց որ մեր համար իրանք բոլորը ոնց որ են Գյումրեցու ասած մի մոր բերածն է, չէ՞, սա բայց իրանք իրար տարբերում են, իրանք իրար համար շատ տարբեր են։ Իրանք էլ մեզ են ասում, ասեն բոլորը ոնց որ նույնը լինեք, մենք ոնց նույնը։ Զեբրերին առավել եւս։ Եվ որպեսզի ուսումնասիրեին զեբրերին, հատուկ նշան էին անում այն զեբրի վրա, որոնց ուզում էին հատուկ ուսումնասիրեին հետևեին։ Հաջորդ օրը գիշատիչները որսում էին այդ զեբրերին։ Ուն վրա նշան էին դնում, գիշատիչները որսում էին, որտեղ իրանք էլ էին տարբերում գիշատիչները։ Նշան կա, հեշտ է զանազանել մյուսներից։ Ամբողջի մեջ դժվար է բռնել, մենակին հեշտ է։ Ու Հիսուսը հիմա գնում է առաջ մենակ, ու իր աշակերտներն ասում խելքը գցել է, մենակ գնում է առաջ, հեշտ զոհ է, հեշտ որս է մենակ անձնավորությունը։ Միշտ էլ մարդկային գիտակցության մեջ խմբից փոխվելը կարծես խմբի մեջ ապահովությունը, բայց իրականում խմբի մեջ չի ապահովությունը։ Հիսուսը չէր վախենում, ինչից իրենք վախենում էին, որտեղ մի հատ կարևոր գիտակցություն կար։ Իր կյանքը ուներ որոշակի նպատակ, աստվածային նպատակ։ Ու քանի ինքը այդ նպատակի մեջ էր, իր կյանքին ոչինչ չէր սպառնում, չէր կարող սպառնալ, որտեղ Աստված էր իր պահապանը։ Եվ որ մարդը ունի հստակ աստվածային նպատակ, կոչում, եւ ապրում է այդ կոչումի մեջ, վախենալու կարիք չունի մնացած այլ խնդիրներից։ Որովհետև այն նպատակը, որ Աստված քեզ տվել է, Աստված էլ հետևում է, որ քեզ հասցնի այդ նպատակին։ 121 Սաղմոս հենց այդ ասում, որ նա հսկելու է, որ ոտքը չսայթակի, որ դու մնաս ճանապարհի մեջ։ Գիշեր ու ցերեկ, մինչև հասցնի քեզ, մինչև վերջ։ Հիսուսի հետ առաջ գնալու եւ մյուսների վախենալու տարբերությունն անում էր։ Մեկը ով ունի իր աստվածային կոչման, ծառայության, նպատակի գիտակցումը եւ ապրում է դրանով, վախենալու բաներ չունի։ Մյուսները հակառակը, ում համար կյանքը ընդամենը այսօրից մյուս օրը ապրելն է, այս աշխատավարձից մյուս աշխատավարձը, այս նոր տարուց մինչև մյուս նոր տարին ապրելն է, ում համար կյանքը միայն այս նյութական իրականությունների մեջ գոյատևելն է, անընդհատ վախի մեջ են լինելու։ Հավատքի մարդը, ով ապրում է Աստծո կամքի մեջ, Աստծո կամքով վախենալու խնդիր չունի, որտեղ իր կյանքը տնօրինում է Աստված, ու այն նպատակը, որ տվել է Աստված հասցնելու է այդ նպատակին։ Հիսուսը գիտի չի մահանալու այդ ավազակների ձեռքից, որտեղ ինքը պետք է մահանա մի շաբաթ հետո Երուսաղեմում։ Հիշում եմ մեր սիրելի եղբայրներից մեկը Մարտին Դանսվորտը, շատեր գիտեք իրան։ Հասան մի անգամ մի եղբոր հետ ճամփորդում են ու ինքնաթիռը ընկնում է բանի մեջ, այդ турբուլենտնստի մեջ։ Ասում է այդ եղբայրը շուռա գալիս իրան ասում է դու մարգարեություններ ունես, որ հլը չի կատարվել։ Մարտին ասում է, հա, շատ, հա, դե լավ է, փառքած ասում։ Ուրեմն բան չի լինի։ Մարտին ասում է, դա իմ մարգարեություններն են։ Քոնը չի։ Ես քո տեղը տենց արխային չի լինի։ Մարդը սկսում է վախենալ նորից։ Ես հիշում եմ, երբ որ նոր հավատացյալ էի, ու աշխատում էին ժամանակ պրոմսիազում էինք աշխատում, այդ սովետի ժամանակներ էլ այդ գործարանները աշխատում էին։ Մեզ փոքրիկ մի հատ բան էր, տենց կաբինետ էր տեխնիկների, ու մեծ բան կար, այդ սրահը, որտեղ աշխատում էին մյուս աշխատողները, հիմնականում կանայք, պայկաններն էին անում, այդպես ասած, ես ինժեներ տեխնիկն էի։ Ու սկսում էի վկայել, դե
Երան այդ օրերին վկայելու։ Արջ ու ձախ, չէ, բոլորին։ Ոմանք ծաղրում էին, ոմանք լսում էին, ոմանք արհամարհում էին։ Մի օր աշխատանքի ժամին երկաշարժ եղավ։ Բոլորը վազեցին դեպի դուրս։ Ես վեր կացա որ վազեմ, ես տիրոջ ձայնը հստակ լսեցի, մնա տեղդ։ Ես մնացի իմ տեղում։ Ու երբ որ ես մնացի իմ տեղում, այդ բոլոր ամբողջը որ վազել էր այդ սրահի վերջը, մի քանի 100 կին պատկերած, կին, ուզում են դուրս գան մի փոքր դռնից, չասեմ ինչեր էր կատարում, ու իրանցից մեկը հետ նայեց, տեսավ ես նստած եմ հանգիստ, ասեց նայեք այդ հավատացյալը դուրս չի եկել, բան չի լինելու, ու մեկ էլ այդ ողջ ամբողջը, այդ դռների մոտից, շուռ եկավ, վազեց դեպի ինձ, հիմա իմ կողքը շրջապատել են, ծող, անկեղծ, ես, ոչ մի բան, բայց իրոք մի քանի 100 կին փեշերիցս բռնած կանգնած են, ու հիմա կռվում է թե ով մոտիկ կանգնելու, ինչու, որտեղ նույնիսկ անհավատներն են հասկանում, եթե Աստված քո հետ է, թե դու Աստծո կամքի մեջ ես, քո գլխից մի մաս չի ընկնել, Պարտիրոջը, փախնես չփախնես, վախենաս չվախենաս, նրանք ովքեր գիտեն Աստծո կամքի նպատակ իրենց կյանքի համար ու այդ նպատակի մեջ են ապրում, վախերից ազատ են, շատ վախերից են ազատ։ Ու երբ որ Հիսուս օրեցնում էր մի անհանգստացեք, ինչ պիտի ուտեք, ինչ պիտի հագնեք, ոչ թե ուղղակի ուղեղներդ անջատեք, այլ նախ փնտրեք իր արքայությունը եւ արդարությունը, դրա համար մնացած բաները կտրվին։ Դա համար այն ինչը անհանգստացնում է այս աշխարհին, նրանց ովքեր չունեն Աստծո ճանաչումը, Աստծո կամքի ճանաչումը, ում համար չկա վերին աստվածային իշխանություն իրանց կյանքի համար, միշտ էլ կլնեն վախի մեջ, կախված նյութական իրականություններից, նյութական բարեկեցությունից։ Իզուր չի, որ այս դեպքից 32 խոսքից առաջ 17-ից 31-րդ խոսքերը, գիտեք ինչ դեպքա նկարագրված, հարուստ երիտասարդի դեպքը, ով մոտեցավ Հիսուսին, երևի Երիքովից էր, ծնկի եկավ նույնիսկ Հիսուսի առաջ, գրված է Մարկոսն ասում եւ ասաց. «Բարի վարդապետ, ինչ անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»։ Ու Հիսուսը հարցրեց իրան. «Ինչ ես ինձ բարի ասում»։ Մեկն է բարի, որ է Աստված, ու այդ Աստված, բարի պատվիրաններ ա տվել, կատարի իրանց ու կապրես, որոնք մի գողացի, մի շնացի, չէ, սուտ վկայություն մի արա, հարգիր հորն ու մորդ, ու Տեր ասեց, մանկուց է դրանք պահել եմ։ Հիսուսը նայեց իրան, սիրեց, գրված է, ու ասեց շատ լավ է, ընտիր է, սուպեր, բայց մի բան պակաս է քեզ։ Գնա ունեցածը վաճառի, տուր աղքատներին, եւ որ ունեցածը վաճառում էր տալիս էր աղքատներին, ինքն էլ էր դառնում աղքատ։ Ճիշտ ասած որ դարձի իրանցից մեկը, բայց փոխարենը երկնքում գանձք ունեն, ասու արի իմ հետևից։ Երկու բան, ուղղակի չի ասում տուր ու վերջ, ուղղակի չի ասում գնա բարեգործություն արա։ Իմ հետևից արի, կոչում է տալիս իրան։ Կոչում տվեց, գերագույն կոչում է այս աշխարհում, որևէ մեկը կարող է ունենալ, դա Հիսուսի հետևորդը լինելն է։ Մեկում Հիսուսը անձամբ ասում արի իմ հետևից, արի իմ հետ եղի, արի իմ պես եղի, արի իմ համար եղի, ինչ կա դրանից մեծ, ինչ դրանից մեջ հարստություն կա դրանից մեծ, կոչում է տալիս, ու երկնքում գանձք ունենաս նաև, բայց ինքը ինչ արեց, տրտմեց, նեղվեց երիտասարդը։ Հիսուսը ճիշտ ասեց աղքատացի, որ երկնքով հարստանաս, բայց այդ ջայլը ուրիշ տրամաբանությունն էր։ Այսօրվա խարիզմատ բարգավաճների տրամաբանությունն է։ Երկնքի հաշվին հարստանալ հիմա։ Իսկ երկնքի իմ չգիտեմ ինչից այդ հաշվից գումար եմ հանում, ախպեր հələ սպասի։ Հələ լցրա երկինքդ հիմա, հետո հաշիվդ կտրվի քեզ։ Հիսուսի տրամաբանությունը հակառակն էր։ Երկինքը հարստացնել հիմա ունեցածով, ոչ թե հիմա հարստանալ երկնքի ունեցածով։ Դա համար այդ աշակերտների գաղափարն էր, դա համար խառնվեցին իրար, Պետրոս եկավ, Տեր, մենք ամեն ինչ թողեցինք, մենք էլ ենք աղքատ, էլի տենց ասած, կարող է ասես մի քիչ էլ մեզ տա, այս որ հիմա ասում ես տար դուր աղքատ են,
մենք էլ չունենք։ Մենք էլ կարիք ունենք։ Եթե Հիսուսի տեղը շատ քարոզիչներ կամ հովիվներ լինեն, դեռ կասեին, գնա ունեցածը վաճառի եւ տուր մեզ։ Տուր մեր ծառայությանը, տուր մեր եկեղեցուն։ Հիսուս ասաց տուր աղքատներին, արի իմ հետևից։ Նկատի ունենալով, որ ինքը կարիք չունի ոչ մեկի ունեցածին։ Ինքը կարիք ունի մարդկանց սրտին ու հետևելուն, ոչ թե մարդկանց ունեցածին։ Հիսուսի կարևորագույն նպատակը, որով հայտնվում է մարդկային կյանքի նպատակը, դա հոր կամքը կատարելն է։ Իսկ այդ հոր կամքը կատարելու համար մի հատ կարևոր պայման կա։ Ղուկասու առաջի գլխում կարդում ենք ինչպես հրեշտակը եկավ ավետեց Հովանես Մկրտչի ծնունդը, հիշում եք իր հորը Զաքարիային, որը մեծ մարդ էր, երեխա չէր ունեցել, կինը չէր ունեցել։ Հետո Զաքարիան չհավատաց դրան ու համր դարձավ։ Հիշում եք, եթե ընթերցել եք։ Բայց երբ որ Հովանեսի ծնվելու պահ եկավ, ծնվեց Հովանեսը, ուզում էին անունը որոշեն, հարցրին Զաքարիային, որը համր էր, մինչև այդ, ասին ինչ դնենք անունը, ասեց Հովանես դրեք իր անունը, որտեղ հրեշտակն էր ասել, չէ՞, անունը պետք է Հովանես կոչվի։ Ու երբ որ Զաքարիան այդ Հովանեսի անունը դավանեց ու բերանը բացվեց, Զաքարիան մի հատ մարգարեական երգ է երգում, որը կարելի ասել ողջ Աստծո ճանապարհի մարգարեությունների հատրված հայտնության նպատակն է։ Եվ ինքը ամփոփում է այս 74 խոսքում, խոսելով, որ այն խոստումը, որ Աստված տվել է մեր հայրերին, որպեսզի մեր թշնամիների ձեռքից ազատվելուց հետո մեր բոլոր օրերում սրբությամբ ու արդարությամբ իրեն ծառայենք առանց վախի։ Ինչու՞, որտեղ վախը խանգարելու է ծառայել Աստծուն։ Վախը այլ վախերը խանգարելու է կատարել Աստծո կամքը։ Ճիշտ այդ երիտասարդին խանգարեց աղքատանալու կամ նյութական հարստությունը կորցնելու, որի հետ գուցե կկորցներ իր դիրքը, գուցե հեղինակությունը, մարդիկ կասեն խելքը գցել է, հələ տես ինչ անում, չէ՞։ Ինքն էլ անգել այդ մի քանի հոգու խելքը անգել են առանց հաց, առանց ջուր, ոտով, Հիսուսի աշակերտներն այդպես էին։ Երբեմն սոված, չէ՞, երբեմն անքուն, անգելա դրանց խելքը, ինչի հետ է փոխել։ Լիքը բան կար այդտեղ կորցնելու ու վախ կար դրա պատճառով, որը հետ պահեց իրեն ապրելու Աստծո կամքը, գերագույն կոչումը։ Ինչ վախ է քեզ հետ պահում Աստծո կամքը անելուց։ Եթե քո կյանքում վախեր կան, որտեղ դեռ չես բացահայտել քո կյանքի աստվածային նպատակը ու չես հետևում իրան։ Եվ որ կորոշես հետևել իրան, ու դա կդառնա քո կարևորագույն իմաստը, նպատակը կյանքի։ Կտեսնես ինչքան ոչ կարևոր բաներից անհանգստացել ես, ուրիշների կարծիքներից, վայեսի ոնց կմտածի, վայենի ոնց կվերաբերվի, վայ կարողա, չգիտեմ, ես ինչս կորցնեմ, այն ինչը կորցնեմ։ Երբ որ չկա այդ գերագույն նպատակը, կան այլ բաներ, այլ նպատակներ, ժամանակավոր, նյութական, որոնք կխլեն ուղղակի, կթալանեն քեզ ճիշտ այդ ավազակների նման, քո աստվածային փառքից, որի համար Աստված մեզ բոլորիս պատրաստել է։ Այն ինչին դու հետևելու ես, ի վերջո որոշելու է դու ինչին կհասնես։ Կհասնես Աստծո փառքին, թե կհասնես ժամանակավոր մարդկային փառքին ու հարստությանը, բայց ի վերջո անարգանքի մեջ։ Սա միակ ճանապարհն է մնացած բոլոր վախերից ազատվելու համար։ Որովհետև մարդիկ սիրում են ապրեն իլյուզիաների մեջ։ Այս աշխարհը իլյուզիաների աշխարհ է, խաբկանքի աշխարհ է։ Մարդիկ հորինում են իրանց համար խաբկանքներ, որպեսզի չառերեսվեն իրանց վախի իրականության հետ։ Վախն է կառավարում այս աշխարհը։ Դա համար մարդիկ, ովքեր կարող են հարաբերության մեջ անարգանք լինի, նվաստացում լինի, կամ, չգիտեմ, անտարբերություն լինի,
Բայց մարդը վախենա կորցնելու այդ անձնավորության, որտեղ իր ներկայությունը հարաբերության մեջ իրան արժեք է տալիս։ Իրան ինչ որ մեկը ընկեր է, ինչ որ մեկի ընկերն է ինքը այդ ինչ որ մեկի ընկերն է։ Ու հանուն այդ վախի, որ հանկարծ չկորցնի այդ ստատուսը, այդ կարծիքը, այդ գնահատականը, ինքը ստեղծում է այդ իլյուզիան, որ իրան սիրում են, որ իրան հարգում են, բայց իրականում ոչ։ Մարդը ապրում է իլյուզիայի մեջ, ապրում է խաբկանքի մեջ, որտեղ վախենում է, վախ կա դրա հետևում։ Ամեն խաբկանքի հետևում միամտությունը, անտեղյակությունը չի։ Հիմնականում խաբկանքի հետևում վախն է, որտեղ մարդը վախենում է արհեսվելու։ Եվ որ Իսրայելը վախեցավ այդ անապատի մեջ գնալուց, որտեղ հասկացավ ինչին է առերեսում, որտեղ առանց այդ Աստծուն նազանդվելու եւ Աստծո ապահովության անապատում չեր ապրի։ Ինչ սկսվեց բողոքը դեպի Եգիպտոս։ Բա պետք էր մեզ հանեցիր Եգիպտոսից, բերեն կաթսաների մոտ, չէ՞, մսի կաթսաների մոտ, սոխու սխտորի մոտ։ Մոռացավ Իսրայելը, որ իրանք կոտորում էին ուղակի։ Իրանց արուներին ուղակի գցեցին անխնա գետը։ Ու ամեն պահի ցանկացած պահի փարավոնը որոշեր իրանց կյանքը խլելու էր։ Դա մոռացան, ոչ թե մոռացան, մարդիկ ուզեցին այդ պատրանքին հավատան, որ իրանք ավելի լավ էին ապրում Եգիպտոսում, քան հիմա այս անապատին, որ իրանք դիմակայելու են։ Ու իրանք չի հետաքրում կաթու մեղր բխող երկիրը, որ Աստված խոստացել է իրանք հասցնելու։ Որ իրանք առավելագույն բանին կհասնեն, ազգերի գլուխ կլինեն, խոստումներ ա տրվել այս ազգին, որ որևէ այլ ազգի չի տրվել։ Դա իրանք չհետաքրքրեց, որտեղ իրանք միակ այլ վախ կար, որ կառավարում էր իրենց։ Առնապատի մեջ մեռնելու վախը, որ նշանակում էր Աստծուն չվստահելու վախը։ Ինչու՞մ չես վստահում Աստծուն, կառավարելու է քեզ։ Կառավարելու է ու խլելու է քեզանից ու ինձանից այն կոչում, այն փառքին չեն կանչել Աստված դրան հասնելու հնարավորությունը։ Առերեսի քո վախերին։ Հիսուսը ուզեց, որ իր աշակերտները վախենան։ Ու երբ որ իրանք գրված է հետևից գնում էին ապշած էին ու վախենում էին, կանչեց առանձին ու գիտեք ինչ արեց։ Ոչ թե ասեց՝ մի վախեցեք, օքեյ ամեն ինչ, ես ձեր հետ եմ, Աստված մեր հետ է, չվախենաք, սուպեր, հեսա գնում ենք նայեք Բեթանիայից սկսած մեզի մի հատ դից ամբուխա դիմավորում, բոլորը մեզի ասելու են ապրեք, հալելույա, մենք սիրված ենք, մենք ընդունված ենք, մենք ես լավագույն տղեկն ենք ես քաղաքի։ Դա չարեց։ Հակառակը իրենց վախը ուժեղացրեց։ Ասեց հիմա գնում ենք, ինձ ձերբակալելու են եւ տալու են հեթանոսներին։ Մարդու որդուն ծաղրելու են, մերցնելու են, բայց երրորդ օրը հարություն եմ առել։ Ինքը ավելի խտացրեց իրանց վախը։ Դա համար Աստված մեզ պարագաներ է դնում, այն վախը, որ դու դիմակայում ես եւ խանգարում է Աստծուն քեզ հասնելու աստվածային իր նպատակին ու փառքին, Աստված բերելու է քո առաջ, չի ծածկելու, չի թաքցնելու, չի ասել, չկա, չվախենաս դրանից, չէ, հակառակ ասելու է կա էդի։ Ու ավելի վատ է, քան դու պատկերացնում ես, բայց արի լուծենք իրան։ Ես չեմ ուզում վախենաս դրանից, չեմ ուզում վախենաս մնակությունից, ծաղրվելուց, չգիտեմ մերժվելուց, չգիտեմ ինչից, զրկվելուց, կորցնելուց, որտեղ այդ վախդ կզրկի, կկորցնի այն ինչ որ կարայր ունենայր։ Հավիտենական փառքը Աստծո, հավիտենական կամքը Աստծո։ Ծաղկազարդը զու տոնչի ճյուղերի եւ ուրախության, որ Հիսուսը մտավ Երուսաղեմ։ Ամեն վախերից ազատվելու տոնն է, դիմակայելու իրանց։ Ես վերցնում եմ աչքերը դեպի սարերը։ Ու որտեղից է գալու իմ օգնությունը։ Եկեք կանգնենք իր առաջ։ Աստծո առաջ, որ ազատում է մեզ մեր վախերից, որպեսզի մեր բոլոր օրերի մեջ ծառայենք իրան, արդարությունով ու սրբությունով, առանց վախի, որովհետև վախերը կհանգարեն մեզ ծառայել իրան, վախերը կստիպեն մեզ ստել, կորցնել արդարությունը, կորցնել ազնվությունը, կորցնել մաքրությունը, կամ Աստված կկառավարի մեզ, կամ մեր վախերը։ Հիսուսի հետևից գնալը նշանակում է ձերբազատվել վախերից, պատրաստ լինել, դիմակայելու այդ վախերից, ու ինքը մեր առաջից է գնում, ինքը առաջինն այդ վախերին դիմակայել,
ինքը հաղթել է իրանց, ու ինքը ճանապարհ ունի մեր համար էլ, մեր վախերին հաղթելու։ Միայն թե մեր հույսի դավանությունը ամուր բռնենք մինչև վերջ։ Միայն թե մեր որոշումը հաստատ լինի, Տեր, ես ապրելու եմ ու գործելու եմ հանուն քեզ մինչև վերջ։ Ինչ էլ դա կարժենա, ինչ էլ դա կնշանակի։ Ես չեմ ուզում ապրեմ պատրանքի մեջ, ինքնախաբեության մեջ։ Դամար գուցե հարաբերություններ կա պետքա քանդվի քո կյանքում։ Գուցե սովորություններ կա պետքա դադարեն քո կյանքում։ Երևույթները, որոնք անում ես, որտեղ վախենում ես մի այլ բանից, ոչ թե վախենում ես քո աստվածային նպատակը կամ առաքելությունը կորցնելուց։ Իմ օգնությունը երկինք ու երկիր ստեղծող Աստծուց է։ Իմ օգնությունը իմ համար խաչված ու հարություն առած Տեր Հիսուսից է։ Իմ օգնությունը Սուրբ Հոգի Մխիթարիչից է, որ եկել է իմ կյանքում Աստծո կամքը հայտնելու, բացահայտելու, ինձ դրա մեջ ապրեցնելու համար։